Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Ռուբինյան, Ռոբերտ Քոչարյանի թիմից ասում են ուր է Քիվեստի պայմանավորվածությունները, կներեք վերջացնեմ հարցս, ուր են այդ բանակցությունները, ինչու չի հրապարակել Նիկոլ Փաշինյանը, եւ երկրորդն էլ ասում են իրենց օրոք Արցախ ենք կորցրել, իդեպ իրենք հանձնել բառն են օգտագործում, ասում են հիմա բերել են ինչ-որ այդ բառը օգտագործած։ Okay, հիմա ինչ որ է, ասում է իրենց օրոք Արցախ են կորցրել, հանձնվել, հիմա իրենք բերել են Մեղրի ինչ որ հայկական ժամանակում տպագրված սցենար են ներկայացնում։ Հիմա կպատասխանեմ։ Այո, նախ իդեպ շատ լավ հիշեցիք, էլի այդ հանձնել բառը, ես ենթադրում եմ, որ հանձնել բառը ասելով նկատի ունեն, երբ որ մի բան ուղղակի հուժարական հանձնվում է այլ։ Դա ասելը նշանակում է, գիտեք, չէ, մի վարքան էլի դե սպասեք, դա նշանակում է անարգել թափված արյուն։ Բառից բուն իմաստով դա նշանակում է անարգել 44-օրյա պատերազմի ժամանակ թափված արյունը 2023 թվականի սեպտեմբերին թափված արյունը, որովհետև մի բան երբ որ հանձնում ես, դա հանձնում ես ուղղակի, չես թափում արյուն դրա համար։ Հաջորդը Քիվեստի վերաբերյալ, այդ Քիվեստի փաստաթղթի բացակայությունը կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան սիրո եռանկյունու հարցը, որովհետև այդ հարցերը արդեն մեր զուգված չեն։ Մենք 18 թվին եկել ենք իշխանության, ինչ փաստաթուղթ համանախագահների կողմից փոխանցված եղել է կառավարության ռեգիստրում, դա չկա։ Իհարկե չկա։ Ինչ կա, հրապարակել ենք Քիվեստի որևէ փաստաթուղթ չկա։ Հետևաբար հրապարակվել է այն փաստաթուղթը, որը 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը փոխանցել է ՀԺ-ին։ Հիմա թող իրանք իրար մեջ արդեն պարզեն։ Նախ, եթե Ռոբերտ Քոչարյանը հերքում է ասում է հրապարակված փաստաթուղթը Մեղրին հանձնելու վերաբերյալ փոխանակելու սուտ է, դա արդեն իր ներքին ընտանեկան հարցերն են Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, թող գցեն բռնեն իրանցից ով է սուտ խոսում։ Մանավանդ ես վերջերս իրանք բան են, չէ, Մեղրամիս են ապրում բոլորով իրար հետ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը։ Այդ իրանց Մեղրամիսի շրջանակներում թող սենց տակուկ, դա ինչ էթիկայի խախտում չի։ Տակուկ թող իրար հետ սենց նստեն ճրակի դիմաց եւ քննարկեն ով է խափում։ Հաջորդը։ Եթե Ռոբերտ Քոչարյանը կպնդի, որ իր նախագահության տարիներին այդ փաստաթուղթը եղել է ռեգիստրում, դե մեր ու իրանց արանքում եղել է Սերժ Սարգսյանի ադմինիստրացիան։ Այդտեղ արդեն հարցերը Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջև են։ Էլի թող տակուկ նստեն, բաները սավանները փռնեն իրենց ոտքերին, որ չմրցեն եւ քննարկեն Սերժ Սարգսյանը որտեղ է կորցրել Քոչարյանի այդ փաստաթուղթը։ Եվ ի վերջո, եթե Քոչարյանն է խափում ու չի եղել որևէ այլ փաստաթուղթ, այդ արդեն թող Տեր-Պետրոսյանը եւ Սարգսյանը իրենց հարցերը լուծեն Քոչարյանի հետ, բայց էությունը հետեւյալն է իրականում։ Ես հակված եմ հավատալ Լևոն Տեր-Պետրոսյանին այս հարցում, քավ լիցի ով եմ ես, որ առաջին նախագահի տված փաստաթուղթը կասկածի տակ դնեմ։ Եվ ըստ առաջին նախագահի տված փաստաթղթի Ռոբերտ Քոչարյանը բանակցել է Հայաստանի ինքնիշխան տարածքը Ադրբեջանին հանձնելու շուրջ։